Այրված աղբավայրերի մասին, որ անմիջապես օնկոլոգիական հիվանդությունների եւ այլ հիվանդությունների պատճառ են հանդիսանում, կներեք, բայց նույն ավականու անդամները, Երևան քաղաքի ավականու անդամները, նույն տարբեր իշխանական, ուրեմն պատգամավորներ կամահարանքով են այդ ամեն ինչին նայում։ Հիմա եկել են այդ պատասխանատվության ամբողջ բեռ ուզում են դնել մեր հայրենակիցների վրա։ Ասում է քաղաքացին ընդ խոտ ա վառել։ Դրա համար այսօր աշխարհում առաջի տեղն ենք, որ չգիտեմ, էլի, այդ աննախադեպը, որ կա, այդ աննախադեպը դրան էլ ավերա։ Աննախադեպ օդի աղտոտվածության հետ կապված։ Հիմա մենք նուբարաշենցիների խադրը կիմանանք, որովհետև այդ տարիներ շարունակ այդ մարդիկ այդ ծուխը շնչել են։ Դրա մասին, որ ասում ենք, այս ցունա, որ ծուխը մարդկանց թոքերին նստում, ասում է, ընդդիմությունը գնացել ասում աղբավայրերը այրելու։ Որ այդքան պրիմիտիվ կարելի է լինել։ Իհարկե պետք է մեքենաների կատալիզատորների հարցը լուծվի, բայց այս քաոտիկ շինարարությունն է նաև պատճառը, որ պատճառներից մեկը որ դա է, որովհետև չեն ցողարկում այդ տարածքը շինարարության եւ այդ ամբողջ օդը փոշին նստում է մարդկանց թոքերի վրա։ Եվ ամբողջ մայրաքաղաքը նայում ես ոնց որ մառախուղի մեջ լինի։ Սա աշխարհագրական դիրքից չի։ Քիչ ամնում մի հատ էլ Արգիշտին մեղավոր ճանաչեք, Արգիշտի թագավորի, որ այս տարածքում մայրաքաղաքն է հիմնել։